Դատապարտված են համարում այս այբեներանները, որովհետև նրանք իրենց ֆունկցիան չեն կատարում։ Նրանք կարող է, ասենք, գաղտնիքի պես բան ասեմ, ինձ անդադ գրում են, չնայած սոցցանցերում էլ են գրում բանն անում, որ մենք ձեր այբեներանը դնում ենք տակը սովորեցնում ենք այն այբեներան, այսպես։ Հիմա դա փաստ է։ Ինչու է այդպես։ Ես չէի ուզենա, որ այդպես լիներ։ Ես կուզենայի, որ այբեներանները լավ լինեին եւ երեխաները սովորեին։ Հիմա ես հավերժ չէի, որ ասենք այդ այբեներանով սովորեին հավերժ։ Իհարկե չէ։ Պիտի նոր բաներ գային իսկապես, բայց այդ նոր բաները, որ եկան, դրանք շատ հին են։ Ցավալիորեն շատ հին են։ Նոր ասած նկարներից սկսած, ասենք, շատ անդեմ են։ Որ մերժել էին, պատճառը նշել էին։ Չէ, պատճառը էս էր, որ գրել էին, որ այբենարանը կրկնում է հին այբենարան։ Հա, լավ հարցեր, ես մոռացա այդ մասին ասեմ։ Չափորոշում նման խնդիր չի դրած, թե նոր դասագրքին ինչին պիտի բավարարի։ Պիտի բավարարի միայն չափորոշչային պահանջներին։ Իսկ չափորոշչային պահանջների մեջ չկա որևէ այդպիսի կետ, որը արգելում է, որ դու քո հին փորձված տարիներով, տասնամյակներով, ասենք, գնահատված գիրքը չօգտագործես, դա հիմարություն կլինի, ոնց թե, եթե այդ գիրքը 20-25 տարի փորձարկվել է, դարձել է լավը, բոլորի համար սիրելի, գնահատվել է եւ բռնել է ժամանակի քննությունը, այդ գրքից բաներ չվերցնելը ոնց կլինի։ Ասում է կրկնում է, իրականում չէր կրկնում։ Նախկին այբենանը 156 էջ էր, այս այբենան 112 էջ է, այսինքն բավական կրճատվել էր, նոր մեթոդներ էին մտել մեջը, նոր խաղեր, գրագիտության համար, թվային գրագիտության համար հսկայական նյութ, տեսահոլովակներ, տեսանյութեր, բան, մի խոսքով բոլորովին նոր, բայց պահպանել էր, ասենք, իր ազգային բնույթը եւ իր հիշողությունը։ Այբենարանը հիշողություն է, այդ հիշողությունը պիտի ներարկվի երեխայի մեջ, առանց այդ հիշողության մենք ասում ենք կդառնանք անդեմ։